Ներկայացրել ենք, որ երգիչ Զավակ Ամրոյանը տարեվերջին հայտնեց գեղեցիկ նորություն: Նա նշեց, որ իրենց ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Վերջինս հրապարակում էր արել իր նորածին երեխայի մասնակցությամբ, այդպիսով շնորհավորել բոլորի գալիք ամանորը: Դե իսկ արդեն այսօր կեսգիշերին Զևակ Ամրոյանի կինը հրապարակել է լուսանկար, որտեղ ինքն է, երգիչը և նրանց նորածին փոքրիկը: Հավելենք նաև, որ դեռևս ընտանիքը չի հայտնել, թե ինչ սեռի երեխա է լույս աշխարհ եկել: Նշենք նաև, որ նրանք ունեն որդի, ում անունը Ռոբերտ է: Հիշեցնենք, որ ընտանիքը երեխայի լուրի մասին հրապարակումով է հանդես եկել միայն այն ժամանակ, երբ նա լույս աշխարհ է եկել: Դե իսկ ավելի վաղ, անգամ հղիության շրջանից որևէ հրապարակում չէր արել ընտանիքը: Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք ընտանիքին և ներկայացնում ենք ձեզ լուսանկարը: Բոլորի կողմից սիրված բլոգեր Կրիստինան ինստագրամյան հարթակում օրեր առաջ հանդես եկավ հիանալի նորությամբ այն մասին, որ պատրաստվում է մայրանալ: Գեղեցկուհու այս լուրը իսկական իրարանցում էր առաջացրել համացանցում: Շատերը շտապում էին գուշակել սպասվող բալիկի սեռը: Շատերի խոսքով Կրիստինան աղջիկ է ունենալու, սակայն ինչպես բլոգերն է նշել, դեռևս չգիտի երեխայի սեռը, քանի որ հղիության սկզբնական հատվածում է գտնվում: Այս ընթացքում եղան նաև մարդիկ, ովքեր կասկածներ հնչեցրեցին այն մասին, թե Կրիստինան կատակում է և այս ամենը պարզապես հերթական հումորն է բլոգերի: Գաղտնիք չէ, որ վերջինս ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս պրանկերով և այդպիսով ուրախացնում իր հետևորդներին: Այսպիսով Կրիստինան այսօրվա իր հրապարակումով հերքել է բոլոր այն լուրերը, որ այս ամենը կատակ է: Կրիստինան իսկապես պատրաստվում է մայրանալ, ինչը հիանալի նորություն է: Նա իր հրապարակման մեջ ցույց է տվել իր փոքրիկ, սակայն արդեն իսկ կլորիկ փորիկը: Շնորհավորում ենք Կրիստինային այս հիանալի լուրի առթիվ, մաղթում ենք թեթև հղիություն և բարի ազատում և հիշեցնում ենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ վերջինս իր հետևորդների հետ կիսվել է մի հրապարակումով նշելով, որ պատրաստվում է մայրանալ: Սիրելիներս, դուք գիտեք, որ ես երբեք չեմ շտապել խոսել իմ անձնական կյանքի մասին ու հատկապես չեմ հանրայնացրել կողակցիս: Շատերդ արդեն նկատել էիք, բայց ես գիտակցաբար լռել եմ: Այսօր պարզապես ուզում եմ կիսվել մի ուրախությամբ, որ միայն իմ մասին չէ, այլ իմ կյանքի ամենամեծ հրաշքի: Ես հղի եմ: Սա այն ուրախությունն է, որը շուտ թե ուշ պիտի իմանայիք ու այսօր պատրաստ եմ դա ասել ձեզ, առանց ավելորդ խոսքերի: Շնորհակալ եմ 2025 թվականին ինձ մայրություն նվիրելու համար, շնորհակալ եմ Աստծուն այս օրհնության համար: Բոլոր նրանց, ովքեր սպասում են այս լուրին, Աստծո կամքով շատ շուտ ձեր տանը ևս կլսվի այս նույն ուրախությունը: Սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ, որ հարգում եք իմ լռությունն ու իմ սահմանները: Ինստագրամյան հարթակում Կրիստինան հրապարակումով ցույց էր տվել նաև ուլտրաձայնային հետազոտության կադրերը: Ավելի ուշ ինստագրամում շատերը կասկածի տակ էին դրել բլոգերի հրապարակումը, նշելով, որ միևնույն է իրենց աչքով էլ տեսնեն, այդպես էլ չեն հավատա: Շատերն էլ նշում էին, թե ոնց կարելի է Աստծո տված պարգևին չսիրել: Հրաշք եք, Աստված օրհնի ձեզ: Այն հարցին արդյոք բլոգերը սրտխառնոցներ ունենու՞մ է հղիության ընթացքում, Կրիստինան պատասխանել է. սուխարի եմ ուտում այդ պահին: Այո, ունենում եմ: Ավելի ուշ Կրիստինան նաև ուլտրաձայնային հետազոտության մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքը, մայրիկը և բժիշկը հետևում են փոքրիկի փոքրիկ շարժումներին: Երևում է, թե ինչպես է մայրիկն ասում, որ Կրիստինան 2 ձու է կերել, այդպիսով փոքրիկը ուրախ է և շնորհակալ է մայրիկից: Նշենք նաև, որ նաև հարցեր էին հղել այն մասին, թե ով է երեխայի հայրը: Կրիստինան նշել էր, որ նա հայտնի չէ, սակայն հումորային պատասխան էր տվել, նշելով, որ շուտով հայտնի կդառնա: Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք ինստագրամյան հարթակից հայտնի բլոգեր Կրիստինան, ով շատ հաճախ մայրիկի մասնակցությամբ հրապարակումներով է հանդես գալիս, բավականին սիրված է հանրության կողմից: Կրիստինայի ցանկացած հրապարակում արագորեն տարածվում է համացանցում: Աղջիկը կարողանում է իր ինստագրամյան հարթակում այնպիսի կոնտենտ ստեղծել, որը վարակում է մարդկանց ուրախ տրամադրությամբ և հաճելի էներգիայով: Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին սիրված է և ակտիվ է հանրության շրջանում: Մանեն պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս դստեր մասնակցությամբ տեսանյութեր ու հոլովակներ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով խոսում է այս կամ այն իրավիճակի իրադարձության մասին, որը անհանգստացնում է իրեն: Այսօր դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով, նշելով, որ իրականացրել է երկար տարիների իր երազանքը: Վերջինս մասնակցել է
կնոջ կյանքի բարեփոխում Ֆեմինա հաղորդաշարին և որոշել գնալ փոփոխության։ Կյանքիս ամենաճիշտ ու անհրաժեշտ փուլում ստացա առաջարկը իրագործելու գլխումս վաղուց ծնված ու հասունացած ցանկությունները։ Անհավանական շնորհակալ եմ Յուրիևնա Մարինային և Ֆեմինա AM-ի ողջ թիմին։ Նշենք նաև, որ երևում է, որ Մանե Հակոբյանը վիրահատել է իր քիթը։ Հավելենք նաև, որ Մանե Հակոբյանը վերջին շրջանում առավել շատ սիրվեց նկարահանվելով «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Թեպետ այս սիրված հեռուստասերիալում Մանե Հակոբյանի դերը շատ կարճ տևեց, այնուամենայնիվ երկրպագուները հերթական անգամ սպասում են դերասանուհուն տեսնել այլ նախագծերում։ Թե ինչն էր պատճառը, որ Մանեի դերն այդքան կարճ տևեց, դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ Մանե Հակոբյանը շատ էր սիրել այս թիմը և շատ էր սիրում այստեղ նկարահանվելը։ Նշենք նաև, որ մենք բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել խոսելով «Վերջին զանգը» հեռուստասերիալի ամենաշատ սիրված դերասանուհու Ռոզա Դավթյանի մասին։ Նա շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ դերասանուհին հանդես էր եկել մի հոլովակով։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ զգեստ կարելի է կրել, օրինակ, նշանադրությանը, նախահարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը և այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ և վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ և այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն այդպես չէ։ Նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ և հենց տեսանյութի միջոցով պատմել իր և Գուրգենի ծանոթության մասին։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ Ռոզան և Գուրգենը մասնակցում էին հարսանիքի։ Մենք առանձնացրել էինք այս հարսանիքից մի քանի կադրեր, որտեղ երևում էր, թե որքան գեղեցիկ տեսքով է դերասանուհին մասնակցել իր ընկերուհիներից մեկի հարսանիքին։ Ընկերուհի, ում հետ տարիներ առաջ Ռոզան սկսել էր համագործակցել, իսկ համագործակցությունը վերածվել է ընկերության։ Դերասանուհին գեղեցիկ յուրօրինակ տեսքով էր ներկայացել, կրել էր սև զգեստ և մի լավ ուրախացել երեկոյի ընթացքում։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր։